Դե ինձ ելի հեռուստադիտողներ վերադարձանք տաղավար, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր նոյեմբերի 27-ն է եւ մենք առիթը յուրաքանչյուր բաց չենք թողնում խոսելու առողջության պահպանման մասին, բայց այս անգամ թեման հատուկ է, որովհետեւ նոյեմբերը համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս եւ այդ իրազեկման արշավի մի մասն էլ կդառնա մեր զրույցը, որովհետեւ մեր տաղավարում զրուցելու ենք Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան, քիմիոթերապևտ եւ բժշկական գիտությունների տեխնացու Սամվել Բարդախչյանի հետ ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս կարևոր թեմայի մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրով։ Պարոն Բարդախչյան, որոնք են թոքի քաղցկեղի հիմնական գործող բաղադրիչները, որոնք են։ Նկատմենք առաջացման պատճառները։ Տեսեք, ինչ որ մի հստակ առաջացման պատճառ չկա, բայց ամենամեծ ռիսկի գործոնն է թոքի քաղցկեղի առաջացման համար, դա բոլորս գիտենք, որ ծխելն է։ Այսինքն առաջին հերթին հենց ծխախոտի ծուխն է, որ նպաստում է թոքի քաղցկեղի առաջացմանը։ Եթե մի քանի տվյալներ ասեմ, ծխող մարդկանց մոտ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը մոտ 20-ից 30 անգամ ավելի բարձր է, քան չծխողների մոտ։ Եթե համեմատենք ակտիվ ծխելը пассив ծխելու հետ, այսինքն մարդիկ ովքեր որ չեն ծխում, այլ ուղղակի գտնում են սենյակում, որտեղ շատ են ծխում, пассив ծխելը մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը մոտ 1.5 անգամ, այսինքն համեմատաբար շատ ավելի քիչ։ Իսկ ակտիվ ծխելը մոտ 20-30 անգամ բարձրացնում է թոքի քաղցկեղի ռիսկը, եւ թոքի քաղցկեղ ունեցողների 90-ից 95%-ը դրանք ակտիվ մեծ քանակությամբ ծխող մարդիկ են։ Առաջին ռիսկի գործոնը դա է, երկրորդ ռիսկի գործոնը, որ էլի հստակ կարող եմ նշել, դա օդի աղտոտվածությունն է։ Օդում վնասակար տարբեր մասնիկների առկայությունը, որը ընդհանրապես հիմա մոլորակում գնալով շատանում է եւ ինչքան շատանում է, դա էլ մեծացնում է տարբեր տեսակի հիվանդությունների, բայց առաջինը քան որ մենք շնչում ենք այդ օդը, շնչուղիների ուռուցքների եւ հետեւաբար նաեւ առաջինը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այս երկուսը հիմնական ռիսկի գործոններն են, կան նաեւ այլ ռիսկի գործոններ, որը ժառանգական նախատրամադրվածության գործոններ, իոնիզացնող ճառագայթումը եւ այլն, բայց դրանց դերը համեմատաբար ավելի փոքր է ի համեմատ այն երկու գործոնների, որ նշեցի։ Կարող ենք նշել մեզ մոտ ինչպիսին է վիճակագրությունը եւ դիմելիության թիվը արդյոք տարիների ընթացքում նաեւ իրազեկման այս արշավների միջոցով ավելացել է։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում թոքի քաղցկեղի միջին տարեկան ցուցանիշը կազմում է մոտավորապես տարեկան 850-ից 900 նոր դեպք, գրանցվում է այդքան նոր դեպք թոքի քաղցկեղի։ Դրանց մոտավորապես 20%-ը հայտնաբերվում է նախնական փուլերում, առաջին երկրորդ փուլերում, մոտավորապես 25%-ը հայտնաբերվում է մի փոքր ավելի ուշ փուլերում, երրորդ փուլում է հայտնաբերվում, եւ 50%-ից ավելին, 55%-ը հայտնաբերվում է արդեն տարածված չորրորդ փուլում։ Վերջին տարիներին կարող եմ ասել, որ մի փոքր այդ տենդենսը դեպի ավելի դրական է գնացել, այսինքն որոշ սկրինինգային հետազոտությունների ներդրման շնորհիվ, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության բարձրացման շնորհիվ մարդիկ սկսեն ավելի շուտ հետազոտվել եւ ավելի վաղ փուլերում, առաջին, երկրորդ, երրորդ փուլերում, նախնական ավելի փուլերում հայտնաբերման տոկոսը մի փոքր ավելի բարձրացել է, բայց համեմատենք եթե այլ ուռուցքների հետ, թոքի քաղցկեղի դեպքում այնքան էլ լավ չի իրավիճակը, որովհետև միևնույնն է, կեսից ավելին դեպքերի հայտնաբերվում են Հայաստանի Հանրապետությունում արդեն տարածված չորրորդ փուլում։ Իսկ ախտորոշումն ինչ մեթոդներով է իրականացվում։ Ախտորոշման համար առաջին մեթոդը հաճախ որ հայտնաբերում են, դա սովորական ռենտգեն հետազոտությունն է, բայց ռենտգեն հետազոտությունը ունի բավարար զգայունություն վաղ հայտնաբերելու համար, դրա համար եթե մենք մտածում ենք վաղ հայտնաբերման մասին, դա կոմպյուտերային տոմոգրաֆիա համակարգչային շերտագրություն հետազոտությունն է։ Առաջինը դա իրականացվում, որի միջոցով արդեն կարողանում ենք հստակ տեսնել արդյոք կա քաղցկեղ, ինչ տարածվածություն ունի, որից հետո արդեն իհարկե ամենակարևոր փուլը դա մի փոքր կտոր վերցնելն է, այսինքն բիոպսիա կոչվածն է, երբ որ կտոր ենք վերցնում ուռուցքից եւ դա տալիս ենք հետազոտման, որ հասկանանք դա արդյոք ուռուցք է, թե ուռուցք չէ, եթե ուռուցք է, ապա բավարար թե չավարակ ուռուցք է, այսինքն քաղցկեղ է, թե ինչ որ բավարար գոյություն է ներկայացնում, որովհետեւ հաճախ լինում է, որ թոքերում տարբեր բավարար գոյություններ լինում, որոնք որ քաղցկեղ իրենցից չեն ներկայացնում։ Եվ արդեն դրանից հետո կատարվում են մանրակրկիտ ավելի հետազոտություններ, իմունոհիստոքիմիական ստուգումներ, գենետիկ ստուգումներ եւ այլն, որոնք որ թույլ են տալիս ավելի վերջնական բարձել քաղցկեղը, քաղցկեղի տեսակը, նրա մեջ եղած գենետիկ տարբեր փոփոխությունները եւ այդ ամենը մեզ օգնում է հետագա բուժման ճիշտ կազմակերպման համար։ Այսինքն առաջինը դա համակարգչային շերտագրությունն է հիմնական մեթոդը եւ հետո բիոպսիան։
եւ հյուսվածաբանական ստուգումը։ Իսկ ինչ ախտանիշների կամ բողոքների դեպքում պետք է մարդը հասկանա, որ այ գուցե եւ այս խնդիրն է ու պետք է դիմել մասնագետին հենց այդ ուղղվածությամբ։ Տեսեք, ցավոք, թոքի քասկեղը այդպես հաճախ ինչ որ ախտանիշներ գոնե սկզբնական փուլերում հաճախ չի առաջացնում։ Քանի որ, ինչպես ասեցի, թոքի քասկեղը ավելի հաճախ լինում է ծխող մարդկանց մոտ։ Հիմնական գանգատը, որ ունենում են, դա հազն է։ Իսկ ծխողները հաճախ ունենում են հազ եւ դրա համար այդպես ուշադրություն առանձնապես չեն դարձնում դրան։ Կարող է մի փոքր հազի բնույթը փոփոխվել, բայց դա հաճախ չեն կապում ինչ որ լուրջ հիվանդության հետ։ Այդ խնդրի հետ։ Ավելի լուրջ, երբ որ հիվանդը արդեն զգում է, որ ինչ որ բան այն չէ, դա հաճախ երբ որ խորխում արյան հետքին է տեսնում։ Այդ ժամանակին, որ հաճախ անհանգստանում են, մտածում են, որ ինչ որ բան այն չէ։ Բայց առաջին գանգատները, որ պետք է ասեմ, որ ուշադրություն պետք է դարձնել, դա իհարկե հազն է, խորխի արկայությունը, եթե ծխողը ունի հազ, ապա հազի բնույթի փոփոխությունը, խորխի արկայությունը, խորխում արյան հետքերի արկայությունը, շնչառության հետ կապված դժվարությունը, շնչարգերությունը, կրծքավանդակի ցավերը, դրանք ամենահաճախ ախտանիշներն են, որոնցով որ հիվանդը դիմում է բժշկի։ Ամենաառաջինը դրանք։ Արդյոք հնարավոր է բուժել թոքի քաղցկեղը։ Այսպես այստեղ շատ բան կախված է, թե երբ է հայտնաբերվել հիվանդությունը։ Եթե հիվանդությունը հայտնաբերվում է նախնական փուլերում, այսինքն առաջին երկրորդ փուլերում, երբ որ մենք գործ ունենք չտարածված փոքրիկ թոքի գոյության հետ, այո, շատ հնարավոր է բուժել։ Իհարկե ունի հիվանդությունը կրկնողության ռիսկ, բայց մոտավորապես 70-80% դեպքերում հնարավոր է լինում վիրահատական բուժմամբ լիարժեք առողջացնել հիվանդին։ Գուցե հետագայում նաև պետք լինի դեղորայքային բուժում, բայց համենայն դեպս մոտ 80% դեպքերում մենք կարողանում ենք լիարժեք առողջացնել, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում։ Եթե հայտնաբերվում է մի փոքր ավելի ուշ, այսինքն երրորդ փուլում, երբ որ արդեն թոքից դուրս է եկել, տարածվել է դեպի մոտակա ավշային հանգույցներ, այդտեղ շատ ավելի ծանր բուժումներ են իրականացվում, դեղորայքային բուժում, վիրահատական բուժում, ճառագայթային բուժում եւ այլն, այդ փուլերում նույնպես կա հավանականություն լիարժեք առողջացման, բայց հավանականությունը մոտ կրկնակի ավելի ցածր է, այսինքն մոտ 40% է հավանականությունը, որ մենք կարողանանք հիվանդին լիարժեք առողջացնել եւ բուժել թոքի քաղցկեղը։ Եթե հիվանդությունը հայտնաբերվում է արդեն տարածված, այսինքն 4-րդ փուլում, այդ դեպքում ցավոք լիարժեք առողջացման հավանականությունը շատ փոքր է եւ այսպես կարող եմ ասել, որ մոտավորապես երևի մոտ 5-10% է կազմում հավանականությունը, որ մենք կարողանանք լիարժեք առողջացնել հիվանդին։ Այսինքն այսպիսի տարածված փուլերում հաճախ խոսքը գնում է հիվանդության դեմ պայքարելուն, հիվանդի կյանքի երկարացնելու մասին, բայց առողջացման հավանականությունը շատ ավելի փոքր է։ Դրա համար պետք է երևի դա հաճախ գնալ հետազոտության, չէ՞։ Միանշանակ ցանկալի իհարկե նախ առաջինը չծխել, որպեսզի հիվանդությունը չառաջանա, իսկ եթե կա խնդիր, ամեն դեպքում շուտ դիմել բժշկի, շուտ հետազոտվել, որ հայտնաբերու դեպքում էլ ավելի շուտ հայտնաբերվի եւ ավելի հեշտ լինի դրա դեմ պայքարել։ Եվ յուրաքանչյուր հիվանդության դեպքում միշտ խորհուրդ ենք տալիս, որ ավելի հեշտ է վաղ փուլում գտնել, կանխարգելել, քան հետագայում բարդությունների առաջ կանգնել։ Խոսենք նաև կլինիկական փորձարկումներից, ինչպիսին է Հայաստանում մեր այդ շրջանակը, ինչ նորություններ ունենք եւ ինչպիսին է Հայաստանը դիրքավորվում աշխարհում։ Շատ լավ հարց է։ Տեսեք, կլինիկական հետազոտությունները ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ տարածված են, բայց Հայաստանը այդ առումով վերջին մի քանի տարիների ընթացքում է, որ ավելի ակտիվ է եւ որոշակի հետաքրքրություն են սկսել ներկայացնել դեղագործական շուկային։ Կլինիկական հետազոտություն կոչվածը դա հաճախ դեղորայքին է վերաբերվում, բայց կարող է ցանկացած բանի վերաբերվել վիրահատական կամ ճառագայթային բուժմանը։ Դա դեռևս չհաստատված դեղորայքի հետազոտություն է։ Այսինքն դեղորայք, որը որ դեռևս չի մտած ստանդարտ բուժման ծրագրերի, պրոտոկոլների մեջ, բայց ցույց է տվել կենթանիների մոտ, նախնական փուլերում մարդկանց մոտ, ծայրահեղ հիվանդների մոտ բավականին բարձր արդյունավետություն եւ որոշել են, որ այդ դեղորայքը կարելի ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ հիվանդության դեպքում։ Այդ առումով Հայաստանի Հանրապետությունում վերջին 4-5 տարիներին սկսվել են մի քանի կլինիկական հետազոտություններ հենց թոքի քաղցկեղին նվիրված։ Օրինակ հենց մեր կենտրոնում, Յոլյան անվանաբանական ռուսկաբանական կենտրոնում, այս պայն թոքի քաղցկեղի վերաբերյալ կան 2 նոր կլինիկական հետազոտություններ, որոնք որ իրականացվում են ավելի նոր դեղերով, քիմիոթերապիայից բացի արվում է նաև իմունոթերապիա։ Օրինակ ինչու՞մ է կանում տարբերությունը, եթե քիմիոթերապիան ազդում է անմիջապես ուռուցքի վրա, քայքայում է ուռուցքը, բայց դրա հետ կապված նաև մարդիկ շատ գիտեն, որ առաջացնում է շատ տարբեր կողմնակի երևույթներ, ծանր բուժում է իրենց ներկայացնում,
Իմունոթերապիայի դեպքում նպատակային է, որ այն ազդում է օրգանիզմի իմուն համակարգի վրա, ակտիվացնում է օրգանիզմի իմունիտետը, օգնում է, որպեսզի օրգանիզմը ինքը կարողանա հայտնաբերել ու վերացնել ուռուցքը, պայքարել ուռուցքի դեմ եւ չթողնել, որպեսզի ուռուցքը կրկնվի։ Եվ այդ առումով Հայաստանի Հանրապետությունում հիմա վերջին տարիներին մի քանի նոր կլինիկական հետազոտություններ են առաջացել թոքի քաղցկեղի հետ կապված։ Դրանք իհարկե արտասահմանյան կլինիկական հետազոտություններ են եւ դրանց մեջ ներառվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ օրինակ մեր կենտրոնում կայսպեն գործող երկու կլինիկական հետազոտություն եւ բավականին խոստումնալից կլինիկական հետազոտություններ են։ Դրա համար, այսպես ասեմ, եթե հիվանդները համաձայնվում են, եթե իրենք համապատասխանում են չափանիշներին հետազոտության մեջ ներառման, շատ ցանկալի է որպեսզի ընդգրկվեն։ Շատ հաճախ մարդիկ խուսափում են, ասում են դա դեռևս չհաստատված դեղորայք է, այո, իհարկե դեռևս չհաստատված է, բայց վերջին տարիներին մարդկանց մոտ նույնպես ցանկությունը մեծանում է ինչ-որ ավելի նոր բան փորձել, հասկանալ, եթե մենք գիտենք, որ ստանդարտ բուժումը այսքան արդյունավետություն է տալիս, օրինակ 40% է օգնում։ Գուցե կա ինչ-որ նոր բան, որ ավելի մեծ հավանականությամբ օգուտ կտա։ Եվ հենց այդ նոր դեղորայքն են, որը որ արվում է սկզբնում կլինիկական հետազոտություններով, իսկ երբ որ արդեն տեսնում ենք, որ նրանք արդյունավետ են, արդեն այդ դեղերը հաստատվում են եւ բոլոր դեղերը անցնում են այդ փուլերը, այսինքն դրանք իհարկե ցանկալի են եւ հիվանդները, ովքեր որ ուզում են, համապատասխանում են, մենք խորհուրդ ենք տալիս ներառվել այդ հետազոտությունների մեջ։ Յանալի է։ Եվ վերջում էլ խոսենք նաև միֆերի մասին, որոնք կապված են քաղցկեղի, այս դեպքում մասնավորապես թոքի քաղցկեղի հետ, ինչ միֆեր է, որ ամենատարածվածն են եւ ամենասխալ պատկերացումներն են տալիս մարդկանց այս հիվանդության վերաբերյալ։ Միֆեր շատ կան, եթե ուղղակի մի քանիսը նշեմ, օրինակ միֆերից մեկը հաճախ մարդիկ ասում են, դե ես գիտեմ ինչ-որ մեկին, ով որ 50 տարի է ծխել եւ ոչինչ էլ չի եղել իր հետ։ Այո, իհարկե, անպայման չի, որ ծխելու դեպքում պարտադիր առաջանա թոքի քաղցկեղ, բայց ինչպես նշեցի, թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը ծխողների մոտ 20-30 անգամ ավելի բարձր է։ Միանշանակ ոչ բոլոր ծխողների մոտ է կյանքի ընթացքում առաջանում քաղցկեղ, բայց բարձրացնում է բավականին ռիսկը եւ հնարավորության դեպքում պետք է խուսափել։ Առաջինը մարդիկ հաճախ ասում են, ես բավականին ծանոթներ ունեմ, հարազատներ ունեմ, ովքեր որ ծխում են եւ ոչինչ չի եղել, դա ամենը սուտ է։ Այո։ Երկրորդը, որ մարդիկ հաճախ նշում են եւ հիվանդները շատ հաճախ հարցնում են, ասում են, այդ հետազոտման համար, եթե ուզում եք բիոպսիաներ, այսինքն կտոր վերցնել ուռուցքից, բա արդյոք դրանից ուռուցքը չի տարածվի, չի գազազի, չի կատաղի եւ այլն։ Ասեմ, որ դրա ռիսկը իսկապես կա, բայց դա շատ չնչին է, մոտավորապես երևի 0.1-0.2% է կազմում, որ այդ միջամտության հետևանքով ուռուցքը տարածվի։ Այսինքն ուռուցքը կողի ինքնուրույն տարածված լինել, եւ դա մեզ պետք է այդ բիոպսիան, այդ կտոր վերցնելը, մեզ պետք է, որպեսզի մենք հասկանանք մենք ինչի հետ գործ ունենք եւ ճիշտ բուժում առաջարկենք։ Եվ հաճախ օրինակ հիվանդները դրանից խուսափում են, ասում են, որ եթե կպնեք, կարող է գազացել, տարածվել, ավելի լավ է ոչինչ չանենք։ Բայց եթե չանենք այդ միջամտությունը, չենք իմանա նաեւ ինչ հիվանդության հետ գործ ունենք ու համապատասխան բուժում չենք կարողանա խորհուրդ տալ։ Այնպես որ միշտ պետք է հետևել մասնագետների խորհրդին, լսել նրանց, որովհետեւ մեր մասնագետներն էլ անում են ամեն ինչ ոչ միայն տերմինոլոգիայով բացատրելու, այլ մեզ հասկանալի լեզվով խոսելու եւ մեզ բացատրելու, թե ինչ է կատարվում հենց մեզ հետ, որպեսզի լինենք առողջ եւ ապահովենք մեր առողջ շրջապատը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով, իսկ մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։ Լսենք երաժշտություն եւ վերադառնանք։